Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով ընդդիմությունը պետք է քաղբանտարկյալների դատերի ժամանակ հավաքներ կազմակերպելու պարտավորություն ստանձնի։ Բագրատյանի խոսքով մենք պարտական ենք քաղբանտարկյալներին, որովհետև իշխանությունը նրանց դատելով է զբաղված ու դավաճանական գործեր անելու ավելի քիչ ժամանակ ունի։ Վերջերս ես հետևում եմ ազգային ժողովի, ասենք, 3 երիտասարդներ Ռուբեն Ռուբինյան, Սարգիս Խանդայյան, Արման Եղոյան խոսում են այն մասին, որ անկլավներ կան, որ պիտի վերադարձնենք։ Մարդն ասում է, անկլավ կա, սա պիտի վերադարձնենք։ Հետո ասում է, սահմանազատում անելու սա կորոշենք։ Հələ որ դուք պիտի սահմանազատում անեք, դուք ինչ գիտեք անկլավ կա։ ՔՊ-ն ասում է, Տիգրանաշենը պետք է տանք, երբ սահմանազատում դեռ չի եղել։ 88 թվի հունվարի 12-ի ստորագրած թուղթ կա, որ Քյարքի անկլավ գոյություն չունի։ Չի եղել թուղթ, որով Հայաստանի Հանրապետությունը այդ 14 քառակուսի կիլոմետրը տվել է Ադրբեջանին։ Եկել են թուրքերը այդտեղ ապրելուց են եղել, ընդամենը դա։ Նույնը Սոֆլուն եւ Բախրուդարլին։ Սրանք պետք է հակահարված տալ, սրանք արդեն պատրաստվում են դրանք տալ։ Եվ արդեն մտածում են, ասում են մի գուցե Արցվաշենն էլ ստանանք։ Նույն 88 թվի թղթով Արցվաշենը իրոք մերն է։ Բայց Սոֆլու, Բախրուդարլու, Քյարքի իբրև ադրբեջանական բնակավայրեր գոյություն չունեն։ Տիգրանաշեն Ադրբեջանին տալով երկիրը կտրվում է իր հարավից։ Բագրատյանն այլ փաստեր է բերում։ 2026-ի բյուջեն հաստատվել է 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ ծախս, 3 տրիլիոն 91 միլիարդ եկամուտ, 5-ից 8.5% տնտեսական աճն է, 3% գնաճը, այդ պատճառով էլ բյուջեն աճում է։ Ընդհանուր առմամբ, ոնց որ կար պետական բյուջե հնա հարաբերությունը 24%, էդի վերջի 8 տարում բարելավել է 1.2%։ 1.2։ Հետագա 10 տարիներին այդ թիվը բավարարվելու է 0.1%։ Բա հասարակությունը չասի, բանկեր, բա դու Թալանի դեմ պայքարում էիր։ Բա՞ր է այդ փողերը։ Քանի դոլար է մտել բյուջե Թալանից։ Բայց ինչ էիր ասում։ Բանակի ծախսը 660 միլիարդից իջեցրել են 550 միլիարդ դրամի։ Բանակի ֆինանսավորումը միանգամից 25%-ով պակասեցվել է։ Այս համատեքստում խաղաղություն Ադրբեջանի հետ։ Չի լինելու խաղաղություն Ադրբեջանի, իրանք չեն կարող գնալ խաղաղության իրենց արտաքին քաղաքացիության, որովհետև ուժեղի եւ թույլի միջև խաղաղություն պայմանագիր լինելու համար երաշխավոր է պետք, առանց երաշխավորի չի լինելու այդ խաղաղությունը։ Հասկացեք։ Եվ հերթով տալու են, հերթով հանձնելու են եւ հերթով նորանոր դժբախտությունների առաջ կանգնեցեն, դրա համար են պայքարում ինքնության դեմ, դրա համար են պարտքայում այս մարդկանց դեմ, որոնք համարձակություն են ունեցել դուրս գալ իրանց դեմ։ Բագրատյանը ոչ հռետորական հարց է տալիս. Երևանում ինչու են այսքան բնակելի շենքեր կառուցվում։ Ամեն տարի 80-ից 110 հազար մարդ գյուղերից տեղափոխվում է Երևան։ Եվ այս շենքերը կառուցում են, մարդուն գյուղից բերում են, ասում են արիստեղ քաղաքում աշխատանք կտանք, այդ աշխատավարձի եկամտահարկով էլ կծախսես, փակից ծախսը մենք էլ փոք կաշխատենք, որովհետև տուն կառուցելը լավ է, կարելի է վաճառել։ Ճանապարհ կառուցելը, փողոց կառուցելը, կամուրջ կառուցելը չես կարող վաճառել։ Սա բացահայտ Թալան է, բացահայտ։ Հրանտ Բագրատյանը հույս ունի, որ գյուղաբնակներին չեն բերում քաղաք, որ գյուղերը տան ադրբեջանցիներին։ Եթե մենք չհասնենք կարդինալ փոփոխության 9 հունիս ամսին, դրանք կլինեն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ վերջին ընտրությունները, եթե գործող իշխանությունը կարողանա հաղթանակ տանել։ Ուստի Բագրատյանը պնդում է, ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն, կուր բևեռ ստեղծեն, ոչ թե ընտրություններին 2-3% ձայներ ստանան ու ՔՊ-ն նորից հայտարարի, որ իրենք հաղթել են։